Պարոն կոնկրետ օրինակի վրա ես հարց տամ, Ազատություն ռադիոկայանի Սուզաննա Ստեփանյան, գիտեք, որ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը 3 հայտարարություն տարածեց, որ որևէ այլ երկրում անունը չտվեց այդ երկրի Հայաստանի քաղաքացի հայազգի գործարարներին ճնշում են գործադրում, որպեսզի նրանք առաջիկա ընտրությունների ընթացքում ֆինանսական եւ այլ կարգի աջակցություն ցուցաբերեն։ Հիմա քննություն է ընթանում քննչական կոմիտեի։ Հիմա եթե պարզվի կոնկրետ այդ ուժի անունը, թե ովքեր են կամ ուժերի անունները, սա հիմք կարող է հանդիսանալ, որ չգրանցվեն կամ գրանցելուց հետո զուտ դիմեք դատարանին, որպեսզի ուժը գործած ճանաչի այդ գրանցում։ Կոնկրետ այս օրինակի հիման վրա խնդրել պատասխան։ Հարգելի գործընկերներ, ընտրական օրենսգիրքը կարգավորում է թեկնածուների հետ կապված հարաբերություններ։ Մեր իրավապահները իրենց գործունեության ընթացքում բազմազան, տարեկան հազարավոր գործեր են քննում։ Իրավապահները իրենց գործառույթները ունեն, չգիտեմ, արտաքին մարտահրավերները կանխելու եւ այլ։ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է թեկնածուն, այսինքն կուսակցությունը նախ պիտի գա գրանցվի։ Ասացի, որ երբ որ ինքը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացում է, ինքը գրանցվում է։ Արդեն գրանցված կուսակցությունը կամ դաշինքը պիտի ընտրական օրենսգրքի կարգավորումները, ասենք, պարբերաբար եւ տոտալ ոտնահարի։ Եվ ու այս դեպքում, այսինքն ձեր նկարագրած երևույթը եւ այնինչ նախատեսում է ընտրական օրենսգիրքը փոխկապակցված չեն։ Կրկնում եմ, մեր օրենսդրությունը վերաբերում է ընտրական օրենսգիրքի կարգավորումները վերաբերում են գրանցված կուսակցություններին կամ դաշինքներին, գրանցված թեկնածուներին, այսինքն թեկնածուները մեր մոտ վերջնականապես ցանկը հայտնի կլինի մայիսի 3-ին, երբ որ կգրանցվեն, ապրիլի 23-ին առաջադրումներն է ավարտվելու, այսինքն մենք կունենանք հավակնորդներ, այսպես ասենք, կուսակցությունների, իսկ վերջնական գրանցված ցանկը կունենանք մայիսի 3-ին։ Այն մայիսի 3-ից գրանցվելուց հետո իրենց գործունեությամբ պայմանավորված լինելու, իրենք ինչ իրավական կարգավիճակում կլինեն։ Այստեղ կանխակալ ինչ որ գնահատականներ տալ եւ այլ, դա կներեք որևէ մեկ իրավունք չունի։ Կոնկրետ այս դեպքում, եթե պարզվում է, որ այդ երկրում Հայաստանի քաղաքացիներին հարկադրում են, որպեսզի նրանք ֆինանսական կամ այլ հարկադրանքի տեսակներով պայմանավորված գան Հայաստան եւ քվեարկեն կոնկրետ։ Տիկին Ստեփանյան, ես կրկնում եմ, այս դեպքում իրավապահների գործառույթն է մեր քաղաքացիներին պաշտպանել, ինչպես Հայաստանում, այնպես է Հայաստանի սահմաններից դուրս իրենց ունեցած գործիքակազմով։ Գործառույթը, կրկնում եմ, գործառույթը վերաբերում է կուսակցություններին գրանցված, թեկնածուներին գրանցված եւ իրենց գործունեությանը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեր կուսակցությունները գործունեություն ծավալելու իրավունք չունեն։ Դա հասկանալի է։ Նկատի ունեմ, ԿՀ-ն այս հիմքով իրավունք ունի տվյալ գրանցված կամ չգրանցված կուսակցության նկատմամբ որոշակի։ Տիկին Ստեփանյան, ես կրկնում եմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետախուզական, հակահետախուզական կամ իրապահ մարմին չէ, որ իր գործունեությունը պայմանավորվի ձեր նկարագրած գործիքակազմով։ Եթե որևէ կուսակցություն Հայաստանում գրանցվելուց հետո ընտրական օրենսգրքի հետևողական կոպիտ շարունակական խախտումներ թույլ կտա, այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել այն հարցը, որ դիմի դատարան տվյալ կուսակցության գրանցում ուժը կորցած ճանաչելու պահանջով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար